Քրիստոսի եւ ժողովրդի միջև խոսակցություն տեղի ունեցավ եւ այդ ժամանակ Քրիստոս արտաբերեց հետեւյալ միտքը, որ ինքն է երկնքից իջած հացը։ Համաշխարհային պատմության մեջ միակ անձը, միակ կերպարը, ով այսպիսի արտահայտություն է արել, Քրիստոս է։ Երկրորդը գոյություն չունի։ Անշուշտ եղել են թագավորներ, եղել են հզոր առաջնորդներ, ովքեր իրենց ժողովրդին կարողացել են ցորենով, ալյուրով, ուտելիքներով ապահովել, բայց ոչ ոք իրեն հացի հետ չի ասոցացրել։ Եվ միայն Քրիստոս ինքն է, որ ասում է ես եմ այդ հացը, այն էլ վայրն է նաև նշում, երկնքից իջած, երկնքից եմ եկած։ Կարծեք իրեն երկրային չհամարելով, ասելով եթե մոտենաք ինձ, մոտենում եք երկնքին, ոչ թե երկրին։ Իսկ եթե մոտենաք երկնքին, կդառնաք անմահ, որն էր Աստծո ցանկությունը մարդու կյանքում, որ մարդը մնար անմահ, մարդը չդառնար մահկանացու, մարդը չդառնար մեղավոր։ Հացի բազմացումից հետո, ծովը խաղաղեցնելուց, փոթորիկը հանդարտեցնելուց հետո, մարդիկ սկսեցին Աստծով ավելի շատ հետաքրքրվել, մարդիկ սկսեցին Քրիստոսին փնտրել, որովհետև ընդամենը նրա հետևից քայլելով, որևէ բան չանելով կերակրվեցին։ Ում ձեռք չի տալիս այդպիսի առաջնորդ ունենալ։ Մեծ մասը ձեզանից աշխատում է։ Եվ մեկ-մեկ երանի կտակ, որ ձեր տնօրենները ձեզ ոչ մի հանձնարարություն չտան, բայց ամսվա վերջում աշխատավարձ ստանաք։ Որևէ բան չանեք, մնաք տանը, բայց ձեր հաշվեհամարի վրա գումարը փոխանցվի։ Կուրախանաք, չէ՞։ Ոչինչ չարեցինք, երանի մեզ, բայց աշխատավարձը նստեց։ Նույն կերպ էլ մտածում էին Քրիստոսին հետևողները, սիրելիներ, որովհետև ոչինչ չէին արել, քայլել էին Քրիստոսի հետևից եւ հանկարծ երկրավոր հացը ճաշակել էին։ Եվ հանկարծ առավոտյան արթնանալով տեսան, որ Քրիստոս չկա, սկսեցին նրան փնտրել։ Բնականաբար յուրաքանչյուր մարդ առավոտյան սնման կարիք ունի, պետքա որևէ բան ճաշակի։ Եվ մտածեցին իրենց մտքի մեջ, որ Քրիստոսին գտնենք, որ մեզ հաց տա։ Բայց այս ու այն կողմ նայելով Քրիստոսին չգտան։ Եվ պատկերացրեք նավակ նստեցին, սկսեցին թիավարել հեշտ կերպով հացը վաստակելու համար, հացը գտնելու համար։ Եվ գտան Քրիստոսին, եւ հարցադրում արեցին. Ռաբի, ուր էիր, երբ եկար այստեղ։ Կարծեք պիտի Տերը նրանց հաշվետվություն տար եւ կամ մեկ անգամ այդ հացը տալուց հետո պարտավորված էր մշտապես այդ երկրավոր հացը տալ։ Երբ եկար այստեղ, քեզով թույլ տվեց գաս այստեղ, միթե մեզ հետ պետքա չլինեիր։ Մշտապես, եթե մեկ անգամ տվել ես, մշտապես պետքա տաս այդ հացը, որտեղ մենք դրա կարիքն ունենք։ Եվ Քրիստոս հասկանալով մարդկանց մտածումները, եւ սա փայլուն օրինակ է նաեւ մեզ համար, այն ինչ որ մեր մտքի մեջ ունենք, այն ինչ որ մտածում ենք, Տերը գիտի այդ մասին։ Գիտի ինչու են գնում եկեղեցի։ Գիտի մեր տառապանքները, գիտի մեր ցավերը, գիտի մեր նեղվածությունները, գիտի մեր շահը։ Եվ որևէ բան Աստծուց թաքցնել չի կարելի, անհնար է ուղղակի։ Եվ տրտմում է Քրիստոս այստեղ, եւ անում է հետեւյալ արտահայտությունը. դուք ինձ չեք փնտրում նրա համար, որովհետեւ նշաններ տեսաք եւ հավատացիք, այլ փնտրում եք նրա համար, որովհետեւ կերաք այդ հացից եւ կշտացաք։ Եվ հիմա հրեաները պիտի ապացուցեն, որ ոչ, այդպես չի։ Մենք ուզում ենք քեզ հավատալ, մենակ հացի համար չէ երկրավոր, որ եկել են քո հետևից, կարծես արդեն ամոթով լցված լինելով, որովհետև բացահայտվել են։ Դե եթե այդպես է նշան արա,
Դե եթե դու կասես, որ մեզ հաց ես տվել, մեր Մովսեսը մարգարեն 40 տարի անապատում մեզ մանանա է տվել։ Իսկ քո տվածը 1 օր է։ Ընդամենը 1 օր ես կերակրել եւ հիմա էլ մեր վրա ես բարկանում։ Քո փոխարեն Մովսեսը 40 տարի տվեց այդ հացը, մանանան։ Սխալ պատկերացումները մարդկանց, որ հաճախ այն ինչ որ մարդը մեզ կտա, մենք միայն մտածում ենք, որ դա մարդու միջոցով է, որ մեզ հասավ։ Տեսեք, եկեղեցիները ունեն հարյուրավոր բարերարներ։ Մենք ես նաև իմ բարերարներին եմ ասում, որ մի մտածեք, որ այդ գումարները դուք եք տալիս տաճարին։ Այդ գումարները Աստված է ձեր միջոցով տալիս տաճարին։ Դուք արժանացել եք լինել այն մարդը, ում միջոցով Տերը այդ ամենը կանի։ Եվ միգուցե Տերը այդ կերպ նաև ձեր կյանքում է փորձում փոփոխություններ բերել։ Եվ դուք դառնում եք այն խողովակը, ում միջոցով Աստված նաև խնամք է տանում իր տաճարի նկատմամբ, իր հավատացյալների նկատմամբ։ Եվ հետևաբար հրեաները սխալ պատկերացում ունեն, որ իրենց այդ հացը տվողը մարդն է եղել, Մովսեսն է եղել։ Եվ հիմա ինչ է ասում Քրիստոս, ոչ թե հերքում է, դրժում է, ժխտում է Մովսեսի մարգարե լինելը, սուրբ լինելը, ասում է Մովսեսին այդ հացը իմ հայրն է տվել, ինքն իրենից չտվեց, բայց այստեղ նաև բացահայտում է անում, որ ես եմ երկնքից իջած հացը, ես եմ ուզեցել, որ Մովսեսը ձեզ այդ հացը տա, իմ միջոցով է Մովսեսը ձեզ այդ հացը տվել, և եթե Մովսեսի ժամանակ այդ հացը ձեզ գալիս էր երկնքից, հիմա այդ հացը երկրի վրա է, հիմա այդ հացը ձեր մեջ է, հիմա այդ հացը ձեր կողքին է, հուշելով, որ երկինքը եկել է երկիր, Քրիստոս ինքը երկնքի Տերը հայտնվել է երկրի վրա, եկել է իր զավակներին կշտացնելու, եկել է իր զավակներին կերակրելու, եկել է իր զավակների նկատմամբ խնամք տանելու, խնամելու յուրաքանչյուրին, հագեցնելու նրանց, կշտացնելու նրանց ցավերը մեղմելու, նրանց զորացնելու։ Այ հիվանդներին հաճախ ինչ ենք ասում, մի բան կեր, որ ուժ ստանաս, մի բան կեր, որ շուտ լավանաս, շուտ առողջանաս։ Հիմա Քրիստոս եկել էր մեղավոր, հիվանդ, տկար մարդկանց հետևից կերակրելու, որ առողջանան, որ լավանան, որ շարունակեն ապրել, շարունակեն կյանք ունենալ։ Դրա համար է ասում, ես եմ երկնքից իջած հացը, որ եկել եմ ձեզ կյանք տալու, կյանք պարգևելու։ Եվ այստեղ հրեաները դարձյալ չպատկերացնելով, չհասկանալով խոսքը ինչի մասին է, հաճախ մենք էլ այդ հրեաների նման մշտապես չենք հասկանում Աստծո ուզածը մեզանից։ Ասում են Տեր, ամեն ժամ տուր մեզ այդ հացը, կյանք տվող հացը։ Ինչպես տերունական աղոթքի մեջ է ասում, զհաց մեր հանապազոր տուր մեզ այսօր։ Մեզանից ով է ամեն ժամ, ամեն վայրկյան այդ հացը փնտրում։ Թե միայն կիրակից կիրակի են Քրիստոսին փնտրում։ Շաբաթվա մեջ մեկ անգամ աղոթելով են Քրիստոսին փնտրում։ Մեկ անգամ Սուրբ Գիրք կարդալով են Քրիստոսին փնտրում։ Թե իսկապես Քրիստոս մեզ համար այն հացն է, որ ամեն ժամ իսկապես մեզ պետք է։ Եթե մեկ ժամ Քրիստոս չունենանք, կյանք չենք ունենա։ Ուրեմն Քրիստոս այսպիսի կապ է ուզում մարդու եւ Աստծո միջև, այսպիսի հարաբերություն է ուզում հոր եւ որդու միջև, հոր եւ դստեր միջև։ Պատկերացրեք մի զավակ, որ իր հորից միայն երկրավոր հաց կուզի։ Եվ պատկերացրեք մի հոր վիճակ, որ կպատկերացնի ու կհասկանա, որ լավ հայր լինելը միայն իր զավակին երկրավոր հացը տալն է։ Կան չէ այդպիսի զավակներ, որ իրենց հայրերից նեղանում են միայն նրա համար, որ օրվա գումարը չեն տալիս, որ իրենց ցանկությունները չեն կատարում երկրավոր։ Եվ հետո այդպիսի հայրերը խնդրի առաջ են կանգնում, որովհետև իրենց զավակները իրենցից միայն նյութական ակնկալիքներ ունեն, զավակ եւ հայր հոգևոր կապվածություն չկա, եւ կապը նյութական է, լավ հայր ես, եթե քո զավակին մի բան կտաս, եւ հաճախ զավակները բողոքում են, ոչինչ չի տալիս ինձ, եւ այդպիսի զավակները նաեւ դատապարտված են կործանման,
որովհետև իրենց հայրերին սիրում են այն պատճառով, որ հայրերը իրենց նյութական բարիքներ են տալիս։ Մենք էլ հաճախ նմանվում ենք այդպիսի զավակների, որ մեր երկնավոր հորից միայն նյութական ակնկալություն ենք ունենում։ Եվ հոգևոր կապը բացակայում է։ Անկախտելի է այն կապը, որը հիմնված է հոգևորի վրա, հոգևոր գաղափարների եւ հոգևոր արժեքների։ Այդպիսի հարաբերության մեջ գտնվող մարդիկ երբևէ իրարից չեն կարող հեռանալ։ Եվ սա է ուզում Քրիստոս։ Այսպիսի հարաբերություն է պահանջում։ Եվ այդպիսի հարաբերությունները ձևավորվում են հաղորդության միջոցով, հաղորդության շնորհիվ, որովհետև եթե ընդունում ենք, որ Քրիստոս է այդ հացը, ուրեմն պիտի ճաշակենք այդ հացը, պիտի վերցնենք այդ հացը, պիտի ունենանք այդ հացը, պիտի կշտանանք այդ հացով։ Որոշները մեզանից միայն մկրտության ժամանակ են հաղորդություն ստանում։ Եվ այդպես մարդ արարածը չի կարող ապրել, չի կարող կյանք ունենալ։ Տեսեք, կան շատ աղանդավորական եկեղեցիներ, որ հաղորդություն չունեն եւ հարց են տալիս։ Դուք Սուրբ Գիրքն եք կարդում, մենք էլ ենք կարդում։ Աղոթք եք անում, մենք էլ ենք աղոթք անում։ Ծոմ եք պահում, մենք էլ ենք ծոմ պահում։ Ինչ եք անում դուք, որ մենք չենք անում։ Հաղորդություն ենք ստանում։ Քրիստոսի մարմինն ու արյունն ենք ճաշակում։ Եվ ասում է, ով որ չուտի իմ մարմինը եւ չմպի իմ արյունը, իր մեջ կյանք չի ունենա։ Ուրեմն մեր տարբերությունը նրանցից այն է, որ նրանք իրենց մեջ այդ կյանքը չունեն, հաղորդության ճաշակումը չունեն, Քրիստոսի հետ հաղորդակցությունը Սուրբ հաղորդության միջոցով չունեն, զրկված են այդ մարդիկ այդ հաղորդությունից։ Դա Աստված, որ մեր կյանքում երբեք ու երբեք հաղորդությունը չպակասի, հաղորդակցությունը երբեք Քրիստոսի հետ չկտրվի։ Ավետարանում, երբ որ Քրիստոս վերջին ընթրիքին նստած էր, աշակերտները նրա շուրջն էին։ Եվ երբ որ պիտի խոսեր մատնությունից, հետևյալն ասեց. ինձ մատնելու է այն, ով որ իր ձեռքը երկարեց եւ մտցրեց բաժակի մեջ։ Սա շատ վտանգավոր պահ է, սիրելիներ։ Ամեն կիրակի դուք ձեր հոգևոր ձեռքերը երկարում եք ու մտցնում եք հաղորդության Սուրբ բաժակի մեջ։ Եվ հանկարծ ու հանկարծ այնպես չլինի, որ հարց առաջանա, արդյոք մենք Աստծուն ուրանում ենք, կամ մեզանից որևէ մեկը Աստծուն կուրանա, եւ հանկարծ ու հանկարծ չհնչի Քրիստոսի այն պատասխանը, որ ինձ կուրանա այն մեկը, ով որ իր ձեռքը երկարեց եւ մտցրեց հաղորդության Սուրբ բաժակի մեջ։ Ուրեմն ավելի լավ է, որ մենք մեր հոգևոր ձեռքերը չերկարենք երբեք ու չմտցնենք հաղորդության բաժակի մեջ, որովհետև Քրիստոս այդ կերպ մեզանից ակնկալիքներ ունի։ Եթե մենք մոտենում ենք նրան, ստանում ենք հաղորդությունը, եթե մատնենք, ապա Տիրոջը կհիասթափեցնենք։ Ասում են, լավ է այդպիսի մեկը ծնված չլիներ։ Ուրեմն ոչ միայն մատնողը ծնված չլիներ, այլ նաև ձեռքը հաղորդության Սուրբ բաժակի մեջ մտցրածը ծնված չլիներ։ Եվ նաև Քրիստոս այս հաղորդության միջոցով մեզ իր շուրջն է առել, նստացրել է այդ սեղանի շուրջ։ Պատկերացնում եք այսօր Քրիստոս ձեզ հաղորդվողներիդ ինչ պատվի է արժանացրել։ Ես գիտեմ, թե դա ինչ է։ Երբ որ երևելի մեկը նստած է, բոլորն ուզում են վազել եւ նստել նրա կողքին։ Որոշների հաջողվում է, որոշների չի հաջողվում։ Որ երևելին մեկին ընտրում է, ասում է դու արի իմ կողքը նստիր։ Այդպիսի մեկին փառքի է արժանացնում։ Հիմա Քրիստոս բոլոր հաղորդվողներին ուզում է նստացնել իր կողքը, իր շուրջը եւ ուզում է ձեզ այսօր այս պատարագով փառքի արժանացնել։